Ասենք Հայաստանի Հանրապետություն կարող է լինել մարդ, որը կարա ինչ-որ ինքնիշխանության զիջման կամ չգիտեմ ինչ հանգամանքների պարագայում Հայաստանի պետականության գոյությունը դեպի կասկածի տակ, ես գտնում եմ, որտեղ մենք լուրջ անելիք ունենք նաև արժեհամակարգային տեսանկյունից։ Բայց ինչևէ, կես լուրջ, կես կատակ մի առիթով Նապոլեոնին հարցրել են իրենց համագործակցության ընդունման համար, ասել գերեք կարճ եւ անորոշ։ Հիմա այս մենք էլ պետք է կարողանանք փորձենք մեր ասելիքը կարճ բերենք։ Ինքնիշխանության մասին այսքանը, ես քանի որ նաև հաստաբան եմ մասնակցության բերումով, ես իմ վերլուծությունները ամբողջությամբ փաստերի վրա են հիմնվում։ Խոսեցիք միավորման մասին, նստած գրեթե շատերն են խոսում միավորման մասին։ Ես վերջի 25 թվականին խոսում եմ պարզ, կարճ, կոնկրետ, ասում եմ եկեք 20-30 կուսակցություն, ինձանից սկսած, առաջինը ես եմ, պատրաստ ենք, քանի որ անցել ենք այդ թողով, կնիքը դնում ենք 20-30 կուսակցություն լուծարվում են, առջևում 26 թվականի ընտրություններն են, միավորվում են, առաջի տեղի կրը չեն տալիս, ստեղծում ենք մի հատ ինտելեկտուալ, քաղաքական համախոհների մի հատ ցուցակ, հայտ ենք ներկայացնում, քաղաքական այլընտրանք ենք ներկայացնում, մասնակցում ենք, շահում ենք մեր ժողովրդի վստահությունը։ Ձայն բառարով հանրապետություն։ Հաջորդը 4-րդ հանրապետության մասին, որը արդեն ավելի իդեալջանում է այդ հարցը քննարկումը, Ժորժ ջան, այս տերմինը առաջին անգամ էր հանրապետության քաղաքական օրակարգում վերջի տարիների մասնակցը շրջանառության մեջ է դրել Հայաստանի 4-րդ հանրապետության ներողություն 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, որը այս նույն վերնագրով բավականին հետաքրքիր հոդված է հրապարակել։ Ես կուզենամ, որ մենք այս հարցը ավելի լավ քննարկենք։ Ես 2 տարի ասում եմ հետևյալը, որ այո, Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա 3-րդ հանրապետության վերջին վարչապետ, որտեղ Նիկոլ Փաշինյանը 3-րդ հանրապետության բոլոր քաղաքական վերնախավերի Լեոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան նրանց դյուրեղացված արտացոլանքն է եւ Նիկոլ Փաշինյանին հաջորդող վարչապետը կամ նախագահ ով ուզում է լինի, նա բովանդակային, քաղաքակրթական, արժեք բանական, նաեւ սահմանադրական կարգավորումների համատեքստում բովանդակային առումով լրիվ այդ պետության ղեկավար պետք է լինի։ Հիմա դրա համար 4-րդ կդնենք, 7-րդ կդնենք, 3-րդ շարունակություն կդնենք։ Իմ տեսակետը հետևյալն է, այս իշխանությանը հաջորդող քաղաքական վերնախավը բովանդակային առումով լրիվ այլ պետություն պետք է ղեկավարի։ Եթե մենք դրա համար չենք պայքարում, մենք մտածում ենք լավ, Նիկոլը գնաց, մենք կան նորից նույն այս իներցիոն քաղաքականությունը շարունակենք, ես կարծում եմ այդ բարձ պետք չի վախենալ, ուղղակի պետք է հասկանալ հետևյալը, այդ օրակարգ թելադրողը Նիկոլը պետք է չլինի։ Նիկոլ պետք է սպառվի ու 2026 թվականին օրինական ընտրությունների միջոցով պարտվի ու առանց դիմադրության, առանց բռնության իր իշխանությունը հանձնի իրեն հատված քաղաքական ուժին։ Հետո այդ հաջորդ քաղաքական ուժը, օրինակ իմ պատկերացումը հետևյալն է, ես տարբեր առանձին քաղաքական ուժերի ծրագրերում, հրապարակային խոսքերում տեսնում եմ այդ խոսքը։ Այո, այդ ընտրված քաղաքական իշխանությունը պետք է որակապես նոր սահմանադրություն ընդունելուն ուղղված քաղաքական ծրագիր ներկայացնի եւ դիմի սահմանադիրին, հայ ժողովրդին որակապես նոր սահմանադրություն ընդունելու։ Այո, այդ նոր քաղաքական իշխանությունը պետք է որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ պետք է դնի։ Դուք գիտեք, վստահ դուք գիտեք, որ առ այս պահին 1997 թվականին ռազմական դոկտրին է գործում Հայաստանի Հանրապետությունը, որակապես Հայաստանի Հանրապետությունը ռազմական դոկտրին չունի։ Հետաբար նոր իշխանությունը նաև այդ առումով պետք է աշխատի եւ որակապես նոր դոկտրին ընդունի։ Պաշտպանության մասին եք ասում, ես իմ տարիների մասնագիտական, նաև ակադեմիական կրթությունը բերել է ինձ այն համոզմանը, որ բանակը պաշտպանական համակարգի բաղադրիչներից մեկն է։ Մենք լրիվ ուրիշ պաշտպանական վտանգներ ունենք, սկսած պարենային անվտանգությունից, սկսած ազգագրության հետ կապված, ժողովրդագրության հետ կապված, աղքատությունը որպես սպառնալիք դիտարկելուց, ուրբանիզացիան որպես լրջագույն սպառնալիք, ժողովուրդ ջան, գյուղերը դատարկում են, երկիրը վերածվել է քաղաքապետության։ Մենք փոխանակ այս խնդրի մասին, դիվերսիֆիկացված զարգացման մասին խոսենք, մենք խոսում ենք, չգիտեմ, ինչ-որ պատկերացումների մասին։ Այս պաշտպանության համակարգը խորքային է, բայց օրինակ տեսեք, Հայաստանի առաջին նախագահ Լեոն Տեր-Պետրոսյանի կոնցեպտներից մեկն էր, ես եթե ճիշտ եմ հասկացել այդ ընկալումը, ասում եմ Հայաստանի պաշտպանությունը իր անպաշտպանվածության մեջ է, դա էլ է կոնցեպտ։
Այսինքն, որ Հայաստանը որևէ խնդիր չպետք է ունենա որևէ հարևանի հետ, որևէ ինչ-որ առճակատմաններ չպետք է մտնի եւ այլն։ Բայց մենք հիմա որոնումների մեջ ենք, թե առավելևս Արցախի ողբերգական կործանումից հետո ինչպես գտնել այն հայեցակարգը զարգացման, որը մի կողմից կապովի Հայաստանի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը, բայց մյուս կողմից էլ կապովի նրա ժողովրդի բարեկեցությունը։ Կառավարման համակարգի մասին, Ժորժ ջան, պարզ ասեմ, իմ պատկերացումները շատ կարճ են, հստակ են։ Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգը նաև այս ողբերգությունների հիմքում է դրված։ Ես այդ մասը նաև մասնագիտական առումով եմ հրապարակել, հիմա մնում եմ այս ամենին դրա համոզված կողմնակիցը, որ Սերժ Սարգսյանը 2015 թվականին ձեռնարկելով այս սահմանադրական փոփոխությունները շատ մեծագույն աղետի հասցրեց կառավարման փոփոխությամբ, որը հանգեցրեց նաև Արցախյան պատերազմի նման ողբերգական պատճառի։ Ես կողմնակից եմ կիսանախագահական կամ բացարձակ նախագահական համակարգի ձևավորմանը եւ գտնում եմ, որ մեր քաղաքական դաշտում, քաղաքական կուսակցությունների դերի, նրանց նկատմամբ հանրության վերաբերմունքի, մեր հասարակության զարգացման ներկայիս իրավիճակի, քաղաքական մշակույթի բացակայության, քաղաքական պայքարի ուրեմն դեռևս չգիտեմ, անհասունության պայմաններում եւ քաղաքական կուսակցությունների դերը հեղինակությունը բավականին ցածր է, ներկա իրավիճակում խորհրդարանական կառավարման համակարգը չի կարող արդարացնել եւ այդ առումով սահմանադրական փոփոխությունները կիսանախագահական կամ նախագահական համակարգը լիարժեք ուրեմն մյուս իշխանությունների օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների լրջագույն կայացվածության ֆոնի վրա, այդպես եմ տեսնում մեր հաջորդ սահմանադրությունը։ Ուրեմն ընտրությունների մասնակցելու առումով, ես քանի որ շատ կոնկրետ եմ, մենք 3 տարեկան պարոն Սիմոնյան ջան, 3 տարեկան կուսակցություն ենք, 2021 թվականին ենք ստեղծվել, ես անցել ենք այդ ամեն ինչի միջով, 2 անգամ ծեծ ենք եկել, պատեթիկ բարես համար, խորհրդարանական ընտրություններին ենք մասնակցել, գրանցվել ենք 1 ամիս առաջ եւ Երևանի ավականու ընտրություններին ենք մասնակցել, կուսակցություն ստեղծել, քաղաքական ընտրություններին մասնակցել, քաղաքական պայքարի բովով անցնելը, այդ մենակ ինչ-որ սա լուրջ դպրոց է, սա լուրջ կյանքի դպրոց է, այո, պետք է ընկնենք, պետք է, չգիտեմ, այս ամեն ինչը, բայց այդ ամեն ինչը ինչ է մեզ բերել հասցրել, ինչ համոզման է բերել հասցրել, Ժորժ ջան, մի ձեռքով, ինչ որ ասում եմ, ծաղկով գարուն չի գա, պետք է միավորվել, լուրջ գլոբալ միավորում է մեզ անհրաժեշտ, Հայաստանում հաղթող քաղաքական թիմը պետք ձևավորել, այդ հնարավոր, անհնար, արդարացված ու չարդարացված ամբիցիաները պետք է մի կողմ դնել, հավաքվել նա լուրջ քաղաքական թիմ ձևավորել ու գնալ պատրաստվել ընտրություններին։ Այս դաշտում ես կոնկրետ եմ պատրաստ ենք քննարկել, ռեալ, եթե կա լինեն պատրաստ ենք։ Եթե չկան, գիտեք ինչ, միշտ հիշում եմ բանի, մենք են մեր սարեր ֆիլմի հայտնի դրվագը, երբ որ քննիչը հարցաքննում է հնարավոր մեղադրյալին, ասում են լսի վերջում ասում է, ես ասում եմ ինչ ես ինձ անդադ խոսեցում, մի գար ոչխար մորթել ենք խոտքարից առաջ ենք գերել, մի հատ էլ մորթել ենք խոտքարից հետո ենք ուտել, ինչ ես դրել գիտա հետազոտական, հիմա Ժորժ ջան, մենք կանգնած ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առաջ, եթե պետք է բոլորս մաս գնանք ընտրությունների, ես ձեզ հիմնականից ասում եմ, այս իշխանությունը ամեն ինչ արել է քաղաքական դաշտը այլասերելու համար, քաղաքական դաշտը ուրեմն փճացնելու համար, անկեղծ եմ ասում, ես տարածությունն երեք եմ իմ ֆեյսբուքյան էջում մի հատ գրառում արել, իմ ուղեղում չի տեղավորվում է միտքը, ոնց կարող է հաջողվել հայ ժողովրդին կանգնացնել մի ընտրության առաջ, որ դու պետք է ընտրես կամ քեզ կեղեքողին, կամ քեզ թալանողին, քեզ 5000 դրամ գնողին, կամ էլ քեզ ու քեզ պարտություն բերացին ու քո ողնաշարը ջարդացին։ Այս իշխանությանը, այս քաղաքական վերնախավին, այս խորհրդարանական ընդդիմությանը հետ եմ ասում։ Հաջողվել է մեր ժողովրդին կանգնեցնել այս դիլեմայի ամբար։ Կամ պետք է ընտրես Նիկոլ, կամ պետք է ընտրես Քոչարյան, Սերժ ու իրենց սատելիտ քաղաքական ուժերին։ Ես որպես մարդ, ով անցել է 3 տարի այս ամեն ինչի միջով, տեսել այս ամեն ինչը, նրանց այս իմ թվարկվածների այս ցեղ արձակումները, ես ասում հետևյալը, եկեք խելքներս հավաքենք գլուխներս, միավորվենք այս
հավակնությունները դնենք մի կողմ, ես տեսնում եմ այդտեղ հնարավորություն, լուրջ պոտենցիալ եմ տեսնում, լուրջ հաղթելու հավանականություն եմ տեսնում, հավաքենք, պատրաստվենք ընտրություններին, այ կտեսնենք մեր ժողովուրդը ինչ արձագանք կտա, եւ երբ որ վերջացնեմ մեկ նախագահությամբ, երբ որ խոսում ենք երրորդ հանրապետության մայրամուտի 4-րդ հանրապետության մասին, անկեղծորեն ես ուզում եմ այդ հարցի պատասխանը ստանալ։ Երրորդ հանրապետության ժառանգությունը որն է, թողած ժառանգություն, երրորդ հանրապետության իրավաքաղաքական գնահատական ելույթից պետք է ստանալ Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Նիկոլ Փաշինյանից, այս երկրում այս պայմանությամբ 4 ճշմարտություն կա։ Լևոն Տեր-Պետրոսյանի ճշմարտություն, Ռոբերտ Քոչարյանի ճշմարտություն, Սերժ Սարգսյանի ճշմարտություն ու Նիկոլի ճշմարտություն։ Այդ առանձին, այդ 4-ից որ մեկին խոսաստում ես, անթելի են, անսխալական են, չգիտեմ իրանց ղեկավարած ժամանակաշրջանը ամենակարևորն է, ամենաստրատեգիան է։ Բա որ այդքան լավն է, ինչու է Հայաստանի վիճակը այսքան ողբերգական։ Շնորհակալություն։